Երեխաներ, հիմա կատարելու եք գործնական հետազոտական աշխատանք, մենք դասագրքում ունենք հետևյալ առաջադրանքը, կարդում ենք։ Գտեք ձեր դասասենյակի ծավալը, որոշեք, թե յուրաքանչյուր սովորողի քանի խորանարդ մետր տարածքի բաժին ընկնում և համեմատեք պետականորեն ընդունված չափանիշների հետ։ Մեր նպատակն է մեր տեսական գիտելիքը ուղղանկյունանիստի ծավալային հաշվարկային բանաձևը կիրառել իրական կյանքում և կատարել սանիտարական հիգիենիկ փորձաքննություն։ Մեր խնդիրն է մեր դասասենյակի ծավալը որոշենք և համեմատենք պետականորեն ընդունված չափանիշների հետ։ Ըստ այդ չափանիշների Հայաստանի Հանրակրթական ուսումնական հաստատությունների սահմանված նորմերի և կանոնների համաձայն յուրաքանչյուր սովորողի բաժին է ընկնում դասասենյակի ծավալի 4-ից 5 խորանարդ մետր տարածքը, իսկ մակերեսը յուրաքանչյուր սովորողի բաժին է ընկնում 2 քառակուսի մետր մակերեսը։ Հիմա եկեք կատարենք չափումներ և համեմատենք պետականորեն սահմանված նորմերի և կանոնների հետ։ Տեսնենք որքան են համապատասխանում մեր դասասենյակի չափերը։ Լավ։ Երեխեք, հիմա եկեք անցնենք չափումներին, չափենք մեր դասասենյակի ծավալը։ Ինչ չափումներ պետք է կատարենք։ Մամիկոն ջան, մեր հետ միասին վերցրեք չափերուձը, չափեցիք դասասենյակի երկարություն, լայնություն և բարձրություն։ Դայնե ջան, դու տվյալները քո մոտ նշի։ Մատիկ։ Վեց մետր 10 սանտիմետր։ Գայնը նշումներ կատարի։ Հիմա չափում ենք լայնությունը։ Հաներ Մանուկոն ջան։ 3 մետր։ Օգնեք։ Ոչ։ Երկու մետր 80 սանտիմետր։ Նստեցեք, հիմա պաստառի վրա մեր տվյալները գրեցեք երեխեք ջան։ Երկարությունը 610 սանտիմետր։ Լայնությունը 300։ Բարձրությունը 280։ Այստեղ ունենք նաև արդյունքը պետք է գրենք մետրով։ Գրեցեք։ Այսպես որ դրացի Մանուկոն ջան։ Կարող ենք նաև զրոն Հանել։ չգրել։ Հիմա հաշվում ենք մեր դասասենյակի Ծավալը։ Կարող եք սևագրով հաշվումներ կատարել և այստեղ տվյալները գրանցել։ Այո։
Տեսնեմ անկոտ։ Բացակ։ 51,24 մետր խորանարդ։ Ահա։ Հիմա պաստարի վրա։ Այո, գրեք այնտեղ։ Այո։ Կարող եք թիվը նայել ինչ անել։ Կլորացնել, չէ՞։ Այո։ Կլորացնենք թիվը, ահա։ Ինչ թիվ կստանա։ 50 50 մետր խորանարդ։ Ահա։ 50 մետր խորանարդ։ Երեխեք։ Ստացանք մեր դասասենյակի ծավալը 50 խորանարդ մետր, չէ՞։ Ահա։ Հիմա մենք ինչ ասեցինք, յուրաքանչյուր աշակերտի որքան է բաժին ընկնում օդի ծավալը։ 4-5 մետր խորանարդ։ Ահա։ Հիմա ինչպես հաշվենք, մեր դասասենյակի ծավալը համապատասխանում է հանրակրթական պետական չափորոշիչներով սահմանված նորմերին եւ կանոններին։ Քանի որ դասարանում 3 աշակերտ կա եւ 1 ուսուցիչ, 50 մետր խորանարդը բաժանենք 4-ի։ 4-ի բաժանենք, տեսնենք յուրաքանչյուր սովորողին որքան մետր խորանարդ տարածքի բաժին ընկնում, այո։ Մենք հաշվեցինք մեր դասասենյակի ծավալը եւ ստացանք 50 խորանարդ մետր ծավալ, չէ՞։ Երեխեք, բայց մեր դասասենյակը ինչ է։ ավելի լեշ կան։ Այո, հոդատարկը իրանք նույնպես տեղ են զբաղեցնում, չէ՞։ Ինչ կարող ենք հանել մեր դասասենյակում զբաղեցրած պահարանի, սեղանաթոռների, այսինքն կահավորանքի զբաղեցրած տեղը։ Դրա համար մեր ստացած 50 մետր խորանարդ ծավալից պետք է հանենք այս կահավորանքի զբաղեցրած տեղ, այսինքն պետք է հանենք 15%-ը։ Հիմա եկեք գտնենք 50-ի 15%-ը։ Ահա։ Ինչ ստացալ ամենքի 7,5 ահա։ Կարող ենք նույնիսկ կլորացնել 7 ստանալ։ կամ 8 ստանալ։ 8 ստանալ։ Այսինքն մեր դասասենյակի ծավալից պետք է հանենք 8 խորանարդ։ Եվ ինչ կստանանք մհեր։ 42 խորանարդ։ Բայց մեր դասասենյակում ինչպես հաշվենք, թե յուրաքանչյուր աշակերտին որքան է բաժին ընկնում։ Այ 42 հանենք 4-ի։ Ինչու 4-ի։ Որովհետև ուսուցիչը նույնպես դասարանում է։ Ահա։ Եվ որոշենք յուրաքանչյուրից բաժին ընկնող տարածքը։ Տեսնեմ։ Կլորացնենք 11։ Ահա, 11, այսինքն յուրաքանչյուրից բաժին է ընկնում 11 խորանարդ մետր։ Ահա, կարող եք նույնը պաստառի վրա գրել։ Այստեղ կարող եք նշումներ կատարել։ Հիմա եկեք երեխաներ, համեմատենք մեր ստացած տվյալը Պետական պետականորեն սահմանված նորմերի եւ կանոնների հետ եւ ինչ կարող ենք ասել։ որ մեր դասարանում ավելի ավելի շատ տեղ կա, քան պետականորեն սահմանված։ Ինչ կարող ենք առաջարկել։ Այ յուրաքանչյուր սովորողի պետք է բաժին ընկնի 4-ից 5 խորանարդ մետր տարածք։ Բայց մեր դասասենյակում հաշվեցին դե 3 աշակերտ, նույնիսկ ուսուցչի միասին, յուրաքանչյուրից բաժին ընկավ 11, չէ՞։ 11 խորանարդ։ Ահա, ինչ կարող ենք ասել։ Կարող ենք հրավիրել դրսից աշակերտներ։ Այո։ Ահա, ինչ կառաջարկենք, ում կհրավիրենք մեր դասարան։ Երեխեք։ Չգիտեք։ Շատ մարդիկ կան, որոնց կուզեին հրավիրենք, բայց հիմա դասարանում այդքան տեղ չկա, էլի։ Հա, շատ մարդ չեն կարող, բայց կարող եք, չէ՞։ Այո։
Լավ, Մեր շնորհակալ։ դասընկերներին օրինակ։ Ձեր 5 դասընկերներին, որտեղ են ձեր 5 դասընկերները։ Գնացել են։ Յուղը լքել են, ահա, հրավիրում եք ձեր 5 դասընկերների, որոնք լքել են յուղը, ահա, շատ լավ։ Անում եմ ելքի քարտեր, լրացնում եք ելքի քարտերը։ Այո։ Կարդ առաջին հարցը Գայանե ջան ելքի քարտի։ Օգտվելով պաստառի տվյալներից հաշվի մեր դասասենյակի հատակի մակերեսը։ Հաշվել ես Այո։ եւ կարդա տեսնենք։ 6.1 անգամ 3 հավասար է 18.3 մետր քառակուսի։ Այսինքն մեր դասասենյակի հատակի մակերեսը որքան է մհեր։ 18.3 մետր քառակուսի։ Հիմա երկրորդ հարցը կարդա մհեր։ Հաշվի թե քանի քառակուսի մետր է բաժին ընկնում քեզ։ Հաշվել եք Այո։ եւ ինչ ենք ստացել։ 18.3 բաժանել ենք 4-ից ստացել ենք 4.5։ Կոլորացված 4.5։ Այս տվյալը նույնպես, Չի համապատասխանում պետական։ այսինքն լավ է թե վատ։ Շատ լավ է։ Շատ լավ է, չէ՞, պետականորեն սահմանվում է, որ յուրաքանչյուր աշակերտի բաժին է ընկնում 2 քառակուսի մետր մակերես, չէ՞, բայց դուք ստացաք նույնիսկ 4-ից ավել, չէ՞, շատ լավ է, շատ ապրեք։